կռվել են, հետո 3 հոգի էլ մի տանից մահացել են։ Քիչ հեռու է 100 մետր են կողմեն ապրում, շատ խելոք մարդիկ էին։ Հերնել, 2 տղեներ։ Շատ խելոք էլ ունես, ասեք, մոտիկ, հարևան մարդիկ, սաղին հասնող, օգնող։ Այսինքն մահացածները հայր եւ 2 որդի են։ Հա։ Ազգությամբ Եզդին, իրանք այդ ում էդ որել էլ այդ դեպքը ընդրակել են եզդի։ Գյուղի տղեկ է, դե եզդի տղա են։ Սենց վատ բան ով էր լսե տեսե։ Առաջ չէի, դաժե միջև չեմ կարում հավատամ։ Իսկ այն մյուս տղեն հեռու է ապրում, նրանց էլի լսել եմ նորմալ, բայց այդպես մոտիկ չի գլել էլի։ կրակող այսինքն։ Հա, ինչ-որ ասում է։ Էգո են ասում, հա, էգո։ Էդգար երևի էգո են ասում։ Ես էգո եմ լսել։ Սրանից ինչ-որ մի քանի ամիս առաջ, ինչ-որ դեպք ալ է, չեմ անում իրար դանակով խփել բան, դա էլ է գործերը միլիցայություն է, բայց սրանից առաջ դες բան չէ, հանգիստ բոլորն էլ իրար հետ ամերաշ ապրել են։ Ասեք, իրանք իրանց թաղումներին են մասնակցել, իրանք իրանց թաղումներին։ Աշխատող անասուն պահող մարդիկ են եղել, ախպեր, անհասկանալի բան եղավ էսի։ Անասուն տանելուց եղել բան, այդպես մի բան էլ է։ Չեմ գնացել դեպքի վայր, որ իմանամ։ Հոր անունը Մացոյ ախպեր, մեկինը խդո, եմ մեկինը մաշկո։ Պատահական դուրս եկանք, լացի ձեն, սենց աղմուկ, તો հարցրեցին, ասեցին, որ ինչ-որ վիճաբանություն ա եղել գերեզմաների մոտ, եզիներ են 2 կողմից էլ, ու սպանել են 3-ին, հա, այդ մի հոգին ու գնացել հանձնվել ա, հորը եւ տղաներին։ Դանակով ով ա խփե, ինչա, տենց տղեն մտածել ա, երբ մահացել ա, բայց նախքան այդ մեծ տղու հետ վիճաբանություն ա եղել մեռնողների։ Երևի մաման տեսել ա, միջամտել ա, տենց, հետո իրանք են գնացել, աշնանա, էլ իրար կռի դավի բան, միլիցայություն անգե, ինքը վիրավորվել են, տղեն ինչ-որ հիվանդանոց են ընկել, ես էլ երևի շարունակությունն է, էլի, հա, ոչ թե երևի, հենց շարունակությունն է իրա։ Իրանք ստեղ էին առավոտը, մահացողները, մի տղեն ընդեղ ա եղել, դաշտը անասուններն ա տարել առավոտը, մեծը, այդ ուն վրա որ հարցակվել ա սկզբից, հետո հերու տղա ստեղ էին, իրա դենց հորոխբեր տունն ա, իրանք շատ կապված են, ամեն օր այցելում էին։ Հետո մի բաղ ղժոս լսացի, հելա տեսում որ չկար, անցավ մի, ստեղ նստած էին կարևաններում, անցավ մի 15-20 րոպե, տենում բոլորը սենց խժալով, մեքենան քշելով գնացին, հետո այն հարցը հելա լացելով բա 3-ին է գյուլել, այս մի պահ շոկի մեջ է, ոնց կարա 3-ին էլի, հետո տենց եկան ասին, որ սենց դեպք ա եղել։